ձեզ եմ շնորհել։ Ես հետ գնամ, որ կարողանամ խոսել։ Նախ կներկայանաք։ Արզումանյան Բորիկ Աշոտի, Արզումանյան Արթուր Բորիկի հայրն եմ, զոհված 23 թվականի սեպտեմբերի 19-ը։ Մեզ եսա 2 տարուց հավելա խապում է։ Ես Սուտասանը 8 տարի է մեզ խապում է։ Եկավ ընդեղ ասեց Հայաստան, ես մեկ իրավիճակը եկավ այդ բանին, մենք էլ ասացիք ավելի լավ ասա, սալինի քանդե Սերժն ու Քոչարյանը, որ 18 թվականին եկավ ասեց Ղարաբաղը Հայաստանա և վերջ։ Վերջումը տներն ես քանդից։ Հիմի եկել ենք իմ տղա սաղին երեխեքը, հարազատները, ամուսինները 19 թվականին 23 թվականի սեպտեմբերի 19-ին զոհվալը։ Այս սեպտեմբերի 30-ից մինչև այսօր 23 թվական բողոքում ենք, պահանջում ենք, խնդրում ենք, որպեսզի Արտաշիր իմանենք։ Այսօր վաղը ուղարկել է Ածի մոտ, ընդեղ էլ է կեղծավոր դիմավորում, ես մեկ, սաղ սուտուն ասում։ Ափազյանի հետ քանի անգամ եք մի 6-7 լավ ընդունում ասես, կաբուտ ու ցավակցում մեզ հետ կիսում, բայց ոչ մի ընթաց չկար գործում։ Ակամծա սա սուտ է եղել։ Տեսեք, բանակցություններից ուղիղ դուրս է մնում արցախցիների Հիմի լավն է մենք վերադարձի հարցը մենք չենք մոռանում։ Մենք ծնվել ենք, ես 68 տարեկան մարդուն ծնվել եմ, իմ հարազատներ սաղ ընդեղ են, իմ կյանքս ընդեղ եմ հասկացալ, իմ մանկություն ո՞ց կարամ ես մոռանամ, ինքը կարող է մոռանալ։ Բայց ոչ մի Ղարաբաղցի, եթե ինքն դե ծնվել ասել, չի կարող մոռանալ իր ծննդավայրը, ո՞ց կարող է մոռանալ։ Այդ ինքը բառերով ասում, ինքը իրավունք չունի մոռանալ, ինքը Հայաստանի բնակիչ չէ, ես Ղարաբաղցի եմ։ Ներողություն, իրենք հաջողություն կամ խաղաղության համատեքստում են դիտարկում, առևտուր են առևտուր անում, մեր ասածն էլ է, բենզին վաղը վերմիշիլ է բերելու, առևտուր անում, դա ինչ է մի օրվա գործ է, Արտաշիրիմ անելը, կապ չունեմ Մարտակերտ, Մարտունի, Ստեփանագերտ, մի օրվա գործ է, 30 քանի զոհված ու շիրիմներ կան, որ այնտեղ ոչ մի բան չկա վերեն դրած, ոչ մի բան, անտիրական վիճակ է, մենք խնդրում ենք, որ մեր երեխեքը Արտաշիրիմ անենք բերեք ստեղ, մենք հետ ենք, ուրիշ բան չենք ասում, անհայտ կորած չի, անհայտ կորածներն էլ են մեր երեխեքը, բայց անհայտ կորած չի, որ գնաց մանկած, տեղերը Սաղիրյան հարազատներն իմանում են, մի օր, եթե ինքը չի կարողանում, այսօր Ալիևն է Հայաստանի հարցերը որոշում, պրյամո գնանք Ալիևը խնդրենք, ենք իրա խնդրում, լավ էսա գալիս ենք, եթե վերջնական լուծումը էդ է, գնանք հակարի սեսենց, գնալուց սանի շատ մարդ, գնանք ընդեղ, իրանց ընդեղ տամոժնի խնդրենք, ասենք մեզ ընդունեցեք, մենք անտիրական վիճակում ենք ապրում Հայաստանում, մենք բաց թողենք գնանք մեր երեխեքը բերենք ընդեղ։ Ցավոտ նանեմ, պիտի ապրես։ Խնդրին հրաժարվում էին ադրբեջանցիներից աղջամով ինչ-որ։ Որովհետև հայրենասեր էին, թասիվ ունեին։ Մարդ իրան վրա պետք է վերագրի, ինչ ապրուստներ են ապրել է 10 ամիսներին։ Լուսումս ինչ է, էտա ուրիշ հարցա, մեր հարց ուրիշ է։ Մենք խնդրանքը նայա, որ եսա 2 տարուց ավելա, գալիս ենք օրեկա մի կոնկրետ պատասխան չկա։ Անհամարը մս էդ մարդկանց։ Սե էմիանգը, եթե կոնկրետ պատասխան չնի, էմի շաբաթ գալում նստացություն կանելու, ոչ մեկը ստղես դուրս չգնալու։ Միջև մեր երեխեքը Արտաշիրիմ չանեն բերենք։ Ես մի հատ լրացում էլ մեր։ Պահերիք, բայց ինչքան կարելի է խափիս մարդը, մեզ գործ չի տա։ Եթե դու ֆինանսապես թույլուս, այս մարդկանց փող հավաքեն, գնանք մեր երեխեքը բերենք։ Ինչ-որ կադրեր եք տեսել, այստեղ խոսում էր այն մասին, որ մի հատ լրացում էլ անեմ տիկին։ Ոչ թե որ շատ կադրեր կա։ Փորձում չնա անում են։ Ոչ փորձում են, անում են, նագլի անում են, ոչ թե փորձում են։ Մանավանդ ով որ ծառայող է, ով որ կռվի է մասնակցել, ով է նրանց լրիվության բնանում։
կադրեր եք տեսնում։ Ես ներողություն եմ խնդրում։ Խնդրումը էլի իմ ասում վերջնական։ Ու կոնկրետ եկալ ենք, սե վերջնական պատասխանը։ Գալիս եք ստե դիմումը տալիս եք, մեկը դուրս է գալիս, մի սուտ երկու բառ ասում, էլի կեղծավոր խոսում գնում։ Կոնկրետ պատասխան։ Մեր երեխեք, մեր ոշում հարազատները երբեք Արտաշիրի մանել, կոնկրետ պատասխանում եք եկալ։ Մեր խնդրանքը տա է, հատե տա համ պահանջումը կամ խնդրումը։